Թալիշյան սարսափը։ Ապրիլի 2-ին ադրբեջանցի հերոսակները ներխուժել են Թալիշ, որտեղ մնացել էր մի քանի խաղաղ բնակիչ։ Նրանք գնդակահարել են տարեցամուսիններ Վալերա և Ռազմելա Խալափյաններին, կտրել նրանց ականջները։ Գնդակահարել են նաև 92-ամյա Մարուսյա Խալափյանին։ Որ մեծացել եմ Թալիշում։ 92 թվականին 12 տարեկան էի, որ պատերազմը սկսվեց, տեղափոխվեցինք Հրազդան, որովհետև գյուղը թուրքերի ձեռն էր 2 տարի։ 94 թվականին ապրիլի 14-ին գյուղը ազատագրվեց, վերադարձանք նորից գյուղ։ Բանակ արդեն ծառայեցինք, եկանք, 2000 թվականին ամուսնացա, կինս Երևանից էր։ Երևանից անվել մեծացել եմ, սովորեցի, ավարտեցի ստեղ, ընկերություն էի անում հորաքրոջ աղջիկա հետ, հարևաններ էինք։ Հետո եկել էր տեսանք իրար, հավանեցինք, այդտեղից ստեղծվեց մեր ընտանիքը, համերախ, երջանիկ։ Գնացինք, ամուսնացանք, ամեն ինչ նորմալ, բալիկներ ունեցանք, ծայրամասային էր ճիշտ, հեռու էր կարոտում մեծնողներս։ Բայց ամեն ինչ նորմալ էր ընթանում, հետո խաղաղ պայմաններում էր, շատ հաճելի ընտանիք էին, հարգված ու սիրված։ Ծնողներ են եղել, ես չեմ զգացել, որ տան մեջ հարսեմ, կիսուր կամ կեսրարում։ Ապրում ենք գյուղում, ծնողների հետ, տատիկի հետ ընթացքում ունեցանք 6 հատ երեխա։ Տունը ավիրված էր, վառ բաժարտված էր, որ գնացինք մենք, հետո պետությունը օգնեց, սարքեցին, բայց դե ասենք նենցա, որ հիմա մարդ չկա, հարևան չունենք, որովհետև տեղ չեն բնակվում, դրա համար առանձին կտրված գյուղից էլ են։ Ես տնային տնտեսուհի, զբաղվում եմ երեխաների դաստիարակությամբ, կիսուրս ու կեսրայս հողագործությամբ էի զբաղվում, մեր տան հենց դեմը կար հողատարած կար, ամեն ինչ պահում ենք, անասնապահությամբ էի զբաղվում, ամուսինս էլ աշխատում էր, ասենք զինվորական ա եղել, կրակոցներ լինում են հաճախակի, ոնց որ արդեն ամենօրյա սովորություն է դարձել, լսում էինք, սովորական էինք ընդունում, որտեղ մեզի վտանգ չէր սպառնում, չկար այդ անհանգստությունը։ Գյուղում բոլորը ոնց որ մնացածն ես մենք ապրում էինք, դպրոց էին հաճախում երեխաները։ Մտածում էինք, որ իրոք ապահովված ենք էլի, որտեղ էսի 21-րդ դարն չէր կարա նման տեսակի։ Որտեղ արխային ապրում էինք էլի։ Ընդհանրապես տան դուռը չէինք փակում գիշերը, ոչ մի անգամ։ Ինձ որ հարցնում էին, գոնե դուռը փակի, ասում էի դե գան զամոկը ջարդեն, պետք է հազա առնեն, ավտոն էլ դուրս կանգնած, ոչ մի անգամ դռները չեն փակել, դոկումենտները մեջը։ Մտածում էինք, որ խոսքի չի լինի, մենք չէինք սպասում, այնքան ապահովված էինք ոչ թե պետության կամ ասենք այլ կառավարների կողմից, անձանց կողմից, այլ մենք մեզ գիտենք, որ ասենք թեկուզ, չգիտեմ, մեքենա կա տաների դրա համար այդքան ամուսինս միշտ մեր հետ էր։ Դե որ մենք էլ պոստերից մոտիկ էինք, միշտ կրակում էին, երեխեքն էլ արդեն սովորել էին, գալիս էին, ոնց որ իրանց ասել է, որ չվախենան, միշտ գալիս էին, որ կրակում են, պապա, ասում են, մեր թուրքերը կրակում են, մեր թուրքերն են կրակում պոստերի վրա, այդ մեզ չեն կարող նեղացնեն իրանք։ Օգոստոսին նմանատիպ կրակոցներ են եղել, բայց ոչ լայնամասշտաբ ծավալով, էլի սովորական կրակոցներից տարբերվում էր, այդ ժամանակ երեխաների տեղափոխեցինք, դուրս եկանք մենք, բայց վերադարձանք էլի, որտեղ հանգստացել էր գյուղ, արդեն կրակոցներ չկար, ժողովուրդը չէր տեղանեղել, մենակ երեխաներն բնակչության կեսը կազմում էր։ Վերադարձանք մեր տուն, մենք խաղաղ պայմաններում էլի ապրում ենք ու շարունակում էինք։ Ոչ մի անգամ չեմ պատկերացրել, որ կարող է այս կարգի մտնեն գյուղ։ Դե գիշեր էր, արդեն ժամը 2-ի կոմեր ներեցել, քնած էինք ամբողջ ընտանիքով, փոքր աղջիկս արթնացել էր, կերակրեցի, կրակոցներն էլի լսվում էր, կրակոցներ կար։ Ասցինք նորից եւի էլի նույն կրակոցներն, երկարեց կրակոցներն ու ավելի բաներ իրար հետևից, դադար չտալով։ Երեխաները այդ կրակոցներից արթնացան, արդեն խոճապի էին մատնվել, մեկը լացում էր, խառնող շփոթ իրավիճակ։ Հարված էին երեխեքը ցնցված, տունը ոնց որ տեղաշարժ, երկրաշարժից էլ ավելի ուժգին էր թափահարում այդ կրակոցների ժամանակ։ Խոճապի ենթարկելով ոնց պարկած էր արթնացրեցին երեխաներին ու
Արագ կազմակերպեցինք, որ բոլորը միատեղ հավաքվեն, որ դուրս գան, էլի, որ իշխե խոճապի մատնվեն, ասենք մեկը մի տեղի վրա։ Գիշերը որ խփեցին, ես երեխեքին ասեցի, իրենք բատալյոնի վրա են խփում, չվախենակ։ Մտածում էի եսա կխփեն բատալյոնին ու կհանդարտվի։ Ուզում էի տաների նկող երեխեքին, ասի ապահով տեղ կխփեն, կհանդարտվի։ Զանգեցի ընկերոջս Մարտիրոսին, ասեց շուտ երեխեքին իջացրու, մեր երեխեքն էլ ոտաբոբի իջան յուղ այդ ապահով, իբր ապահով տեղա։ Ընկերոջ չասել իջացրու, ես տանում էի պատվալ, ասի ապահով տեղա, 100% ես վստահ էի, որ խաղաբնակչության ձեռ չեն տալու, պատկերացրու ինչ էր կատարվելու։ Սաղ երեխեքը կինս այդ հավաքվել էին արդեն, որ տնից դուրս գանք, դռան դեմը, թե ոնց խփեցել, որ այդ երկաթի տուղը ուզես թե պոկի, այդ երեխեքի ձենից ես վախեցա, ես ասի մի անգամ ոնց խփում է։ Ես թվաց, թե սա դուրը մնալու ենք դռան տակ, որ չենք հասցնել, որ դուրս գանք։ Ասի չվախենակ, ասի մեր տան վրա չեն խփում, բատալյոնն է խփում։ Ասի խելոք գնացեք ավտոմստեր, բայց ես արդեն տեսել եմ, որ էդի գյուղին է խփում։ Երեխաներին վազացրեցինք, նստացրեցինք մեքենան, խոտ տալու ժամանակ անգամ մեքենա չէր խոտ են գնում։ Ոնց որ ասած այդ որ չհրաժեշտի խոսքերը կարացինք տան, որտեղ մենք չէինք մտածում, որ պետք է վերջի անգամ մներ։ Գյուղի մեջով որ իջնում էի, արդեն խփել էին խանութը վառվում էր, կողք երկու հարկանի տանը, այս մի հարկանի տանը, սաղ ինչքան ժեշտ, քար լցվել էր ճանապարհին, այդ դարձ ճանապարհ չկար, որ ես ուրիշ տեղով իջնեի, ասի բակրիշկեքից համար էի մտածում, որ հեսա կանցնի, ու անցա, բայց չծագվեց բակրիշկը։ Իջանք ընկերոջս տուն, մի քիչ մնացինք, որոշեցինք, որ էդի ապահով տեղ չի, եթե բատալյոնի միան խփում այդ ուղղությունն անում։ Տարանք իրա քրոջ տունը, գյուղի էլ մի ներքևի մասնա, ընդեղ իբր ապահով է, տարանք ընդեղ։ Սպասում էինք, որ դադարեր, հետ վերադառնայինք տուն, մեր տուն գայինք լուսաբացի, բայց որ չէր դադարում։ Մեր 3-4 ընտանիքի երեխաները, մենք ավելի շատ երեխաներ կան։ Բոլորս բել էինք, որ ապահովելներ, որտեղ ուղղությունը կրակում էին պալիգոնի վրա, մեկը պալիգոնի, ասենք տան վրա էր ընկնում։ Տեսանք, որ չի բանանում, այդ դադարում, ուզեց բարձրանա ծնողների հետևից, որ ծնողներն է բերի, ոչ թե մեզ շտապանի։ Ուզում էի բարձրանայի տուն, բայց այն կարգի էր խփում, որ ասի մի քիչ հանդարտվի, նոր գնամ, էլի։ Տեսա, որ չի հանդարտվում, գյուղի տակով ֆռացի, դեպի վերևի ճանապարհով մուտքը հələ լույս չէր բացվել։ Գնացի մի 800 մետր մնացած մեր տան, որ հասնեմ տուն, այդ մեկ էլ կրակոցների ձեն լսեցի ավտոմատի։ Ու տրանսիր պատրոններ էր, ցածր։ Չպատկերացի, որ ասենք կարող թուրքերն են, էլի ես ասի երևի մեր սպեցնազն է, բայց բոլոր դեպքերում պարկեցի ավտոյի մեջ։ Ինքան որ սենց սպուսկա իջնում, նոր բարձրանում։ Իջա այդ սպուսկա, նորից քշեցի, գնացի հայաթում կանգնեցի։ Ավտոյից իջա, մեկ էլ կողքս երևի մի 15 մետր թվալներ էլի, մեկ էլ թուրքերս խոսում են դե։ Մտատուն, մամաս իրանց սենյակից ելավ զալ արդեն, ասի մամ, ոնց որ թուրքերը մտել են գյուղ, բա ոնց բան, ես արդեն գիտեի, որ 100% էդի թուրքերն են։ Ես արդեն չէի կողնորոշվում ինչ անեի, ասի որ դե իսկ կրակում են ուրեմն էտել են թուրքերը, ստե էլ իրանք են գյուղ շրջապատել են, հեսա կմտնեն գյուղ, սաղ կնիկ երեխա գյուղում, կփրթեն սաղին մեր աշկի դեմը։ Մամային ասի, պապան երկրորդ կարգի հաշվանդամ ինքն էր խնամում, ասի միջև դու շորերը հագցնես, պատրաստ սպասեք, հեսա ես օգնություն կանչեմ գան։ Ես չէի կարող կողնորոշվեի, եթե ես էթամ զենքը վերցնեմ, միջև լիցքավորեմ, կմտնեն գյուղ, ես ուզում էի շուտ խաբարանեի, որ գան, օգնություն գա, երեխեքը գյուղում էին։ Ասեսա կմտնեն գյուղ, շրջապատեն գյուղը, տալ գյուղացիներին կոտորեին եղել կդառնար իսկականից։ Հիմա է, որ ասում են, բա խիչ ես հեռախոսով զանգել, կամ զենքը վերցներ տունը նստեիր, գային երկու հոգու խփեր կփախնեին, բա որ չփախնեին, ինչ կմներ վերջը, ոչ մեկ գյուղում տեղյակ չէր։ Ու ես հելնում եմ դուրս, լսեցի, որ մի 15 մետրի վրա թուրքերը խոսում են։ Ինձ թվում էր իրանք ռացիայով է խոսում, ընդ գել տենց որ խոսում էին,
երիտի եւ ոնց որ նշանակում է գալիս է տոլ եկավ սենց այդ իրաց խոսակցության բանը գալիս եմ ավտոն ու ես ինձ ցույց չեմ տալիս որ իրաց տեսել եմ գալիս եմ ավտո նստում բայց ամեն վարքյան սպասում եի որ հեսա կամ կբռնեն կամ կխփեն ու տենց արդեն կմտնեն գյուղ ավտոն խոդ եմ տալիս իջնում եմ մի 30 մետրի վրա սենց մեր պավարոտն է որ պավարոտ ես տալիս դեպի գյուղ ենք իջնում որ պավարոտը անցա տեսա որ սաղ եմ էլի ոչ մի բան չի եղել ու այլ կարգի իջա գյուղ 100% են տեսել որովհետև ես լուսերս միացրած եմ եկել մեր հայատ ու այդ 800 մետրի վրա Պարզ գալիս է ճանապարհը գալիս է իրանց մոտով գալիս մեր հայատ իրանք ինձ տեսել են պրոստո ես էլ եմ միջև հիմա մտածում եմ խի չխփեցին կամ այդ նստած տեղերը թելերը պարանները բերած են եղել իրանք ու տես դրած են եղել այդ շերի վրա թողած են եղել թե իրանք նպատակով եկել են որ ինչքան կսպանեն ինչքան սաղ կբռնեն մարդկանց սաղ կտանեին էլի դրա համար ինձ ձեռ չտվին որովհետև ես դե գնացի եկան կմտածեն որ այս ավտոն բարձրացավ չիջավ ուրեմն պալիտ կան իրաց պլանները կխառնվի կամ էլ իրանք ժամ ունեին կոնկրետ որ այդ ժամին պետք է օբշի հարձակվեն եթե դե մի բան ելներ կխախտվեր ասենք ինձ չպատահեին իրանք կամ խփեին ես չհասցնեի զանգի, տեսնած չբարձրանար, դրանք հաստատ մեկից մեկ մտնելու էին գյուղ, հատ-հատներ, լուսաբացին, սաղին պրթելու էին տների մեջ կամ գյուղն էին, մտնելու գյուղը վերցնելու էին, ոչ մեկ չեր էլ իմանալու ինչա կատարվել, իչա արդեն վապշե ուրիշ ճանապարով, մի հատ քյասար ճանապար կար, խփեցի ավտոյի տակը, բանը ոչ չեմ հասցրի, իչա գյուղապետարան, մեր տղեր կնդեին սաղ, մեկ էլ գյուղապետը Պաստորեն այդ որ բարձրացել էինք մեր տուն կիսուրենցս վերցնելուց հետո իջել արդեն որ գյուղին տեղեկացնի էլ որ սպեսնազը բարձրանա իր հետ գալուց հետո եւ արդեն հավաբար մտնել են իրանք իրանց արարքը արել են բաժանաբար Գյուղապետին ասիվիլ են գյուղ թուրքերը մտել են գյուղ ոնց բան ասի հա ասել են մեր տան մոտ ու Անգերս այդ մոմենտին զանգում է գումարտակի թիկունքի պետը մայոր Վարուժան Օհանյանը մեր ընկերն է զանգում է իրան ասում է գո զանգերը գնաց խոսա Վարուժանն ասում եմ շուտ մարդ ուղարկեք մեր տան մոտ թուրքերը մտել են գյուղ Ատբոյ եմ տալիս 2 վայրկյան երևի 3 տենց նորից զանգում եմ որ իմանամ ինչ եղավ ասում է սպեսնազը գնաց ու այդ մոմենտին մեր սաղի երեխեքը որ այդ տունն էին իմ ընկերոջս մի ընկերոջ այդ իրա քրոջ վերջը սաղ երեխեք փոքր ընդեին այդ տան վերևը սենց սարա էլի ու խփեց այդ բանին այդ սարի դեր չգիտենք որ սարինա ծուխը որ հելավ մենք ասենք տանը խփեցին այդ կան երեխեքի մեջ մի անգամ ուստ նստեցինք ավտոն գնացի թե սնարյադը գցելա որ դե եղել ենք այդ նույն տան մեջ զալի մեջ մի 30 երևի 40 երեխա տեր հավաքված ասի շուտ հագնվեք աս խփում են արդեն տեի վրա են խփում փաստորեն գյուղին են խփում դե իմ երեխեքը կնիկս նստեցին ընկերոջս կնիկը 3 երեխեն նիվի մեջ դե պոլկին էլ արդեն երեխեքից պարկեցրինք բան որ տեղավոր են իրար գլխի ու գյուղից դուրս եկա մադաղեսում ընկերոջս աներձակ սպասում էր ավտոյով իրանց երեխեքին կնգանիչացրինք Ես իմ երեխեքին բերեցի դրամբոն։ Այդ ընթացքում, որ գյուղից դուրս եկա, ես զանգեցի Հորքուրիս տղուն, ինքը Երևանից շարժվեց, հա, մենք մտանք Մարտակերտ, որ զապրավկա անենք, լույս չկար, ոչ գազ կար, ոչ լույս կար բենզինի համար։ Հորաքրոջ տղային ասել որ կա մեզի դրամբոնից վերցնի, որ ինքը հետ գա տուն։ Սպասում ենք, ընդհանուր կոպերի կբարձրանա նորից կփրկի իրանց կոպերի, բայց չէին թողում, չէր կան բարձրանալ ինքը։ Երեխեքին հետ ուղարկեցի Երևան Ես ընկերոջս հետ, Մարտիրոսի հետ առանք, որ գնանք գյուղ։ Ճանապարհի վրա մեծ շենի խաչմերուկում 30 երևի 40 հոգի մեր գյուղացիք էին, թե ոչ մեկ չի կարող մտնի գյուղ, ուրիշ կարգի խփում էին։ 92 թվականի բարի вечер։ Դեն վաղ 10 սնարյադից մի հատ գցում էին գյուղ, մնացածը անտառներում բան, բայց հիմա րոպեվա մեջ երևի 200 սնարյադ մտնում էր մի տոշկի վրա։ Ավտոմատի չեսկի գրադով խփում էր մի տոշկ։ Գյուղին, բատալյոնին, չգիտեմ։ Չթողեցին մտնեն գյուղ։ Հազանգում էի ընկերս նստեղ էր, որ մեր տուն երևում էր։ Զանգում էի տնից ասում էի կարող խաբար լինի, դե ոնց է վիճակը բան։
խափում էր, ասում էր խախանդա, ոչ մի բան չկա արխային, նոր վերջում որ ասաց, պրոստը ես չէի ուզում ասեի ձեր տան մոտ են ինչ կարգի բոյ գնաց, ինչ կար վեր ավտոմատներով, երկու մերն ու իրանց սպեսնազը հակել էին իրար, հենց տան մոտ, չէինք կարում արդեն սպասեինք, հա ուզում էինք գնայինք, հա գնայինք, չէր ուզում հավատալ կամ չէր էլ մտածում, որտեղ սպասում էինք, որ բերեն են, չէինք մտածում, որ կլնեն, կմտնեն դրանք։ Պապայիս ընկերը եկավ ասեց Գագո ինչ ենք անում, ասում չեմ կարում կողնորոշվեմ, բայց մի բան գիտեմ, որ պիտի գնանք տուն, բակել նստի գնում ենք։ Ես այդ Վիտոն, մեկ էլ Մարտիրոսը, իրա ձեռնել կար ես կա ես մի հատ զենքով, ավտոն խոտտվինք, այդ մեջ շենի խաշմերուկից շեցինք գյուղ, լուսեր անջատած բայց, պատվարնիկով գնացինք հայատում կանգնեցինք 3 սելիչանք մեջից, որ մտանք հայատ, ես մի անգամոց գնացի պատվալի կողմը, կանչեցի մամա, ասի կարող ան դելնեն էլի, տեսա ձեն չկա ձեռս կցեց, տեսա դրսի ծափակ դուրը, Մարտիրոս ասեց գազի հոտա գալիս, եկանք տեսանք դռան վրա կրակածա, պատերին օբշի, դռան վրա, Մարտիրոսը զենքով պահեց, մենք մտանք, այդ 3 հատ 20 կիլոնոց բալոն էի օգտագործում հերթով զապրավկայում, հենց մեկը, որ մտնում ես կալիդոր տեիր, կրակած էր վրեն, ու այդ մոմենտին Վիտոն, դե որ մտնում ես կուխնյա, հենց սենց զալն այլ է, Վիտոն բատարեի կծում մեկ էլ գորվում ավայ խալապյան ես ինչ են արել բան, ծստեղից վեր եմ թարնում ասեմ ինչ ավիտ ասում սպանել են իրեքին, մտնում եմ զալ, ես իմացա թե մաման հատ է ընգած, պապան նստած էր կռեսլեն, տատին էլ հենց մտնում ես ձախի վրա դիվանին է պարկած եղել, մահամերձ վիճակում պարկած էր, պատրաստվում ենք, որ ես պտի մյուս օր գայի Երևան, առևտուր անեինք, որ չխառնվեինք իրար, էդ էլ էր երևի Աստված ուզի, որ չեկա, հետո ուզեցի մտնեմ պապայի սենյակ, Վիտոն գոռաց ընդերից, Գագո մի գնա մաման տենգած է, որը խսիչացրի մաման պարկած էր, տեսա հարուներ, տվատացել ենք արդեն սաղս, չէի կարում, չգիտեի ոնց կողնորոշվեմ, ինչ պետք է անենք, Վիտոն բա բերեք, մի լապատկա բերեք թաղենք, ասի ձև չկա, չենք կարա տենց բան անենք, սարսափելի կորցրեցինք, շատ թանկ մարդկանց ծնողներ կորցրեցինք, նկողը ավելի ապահովել էլի, մտածել ենք կգնան ընդեղ իրենք, մտածելով որ մտնեն տուն, տեսնեն տանը մարդ չկա արդեն, կարա թողեն ու գնան էլ չընկնեն մանկանց տեղ ընդեղ։ Մենք որ տեսանք դրսից կրակելով եկել են, դռան վրա էր կրակած, դուռը բաց ու այդ կալիդորն ու կուխնյան լրիվ կրակած էր, որ գոռաց բան ես հելա ինքը բատարեի անջատեց։ Ես պրոստը տես տենում էի պապան, որ նստած անդե ու ինձ թվում էր ստեից խփածա։ Ես չէի պատկերացնում, որ ականջները կկտրեն, այդ կարգի բան կլներ էլի, ընդհանրապես մտքովս չէր անցնում։ Կեսրարից կես հաշվանդամ է ինքը, մանավանդ որ մտածել են երեք տեղ կան, կարող է նկատեն էլ իրենք չհասցնեն տեղից, իջնեն հենց միանգամից կրակեն էլ չհասցնեն։ Դրա համար դուրս չեն եկել, թաքնվելն էլ իրենց սազական չէ, որ թաքնվեն իրենց սեփական տան մեջ։ Պապային սենյակ ընդհանրապես մարդ չէր մտել։ Դից որ կրակել են մամայի վրա, դռան դեմն ա եղել, տելևիզորին են խփել, բայց սենյակում ոչ մի բան չկար։ Միգուցե երևի իրանք եթե թաքնվեին գոնե կարավատի տակ, մտնեին տենային տատինա, կիմանային մարդ չկա, տատին կխփեին կամ չգիտեմ ինչ կանեին, դուրս կգային, բայց երևի պապային ամոս թույլ չի տվել էլ, ոնց կարաս դու քո տան մեջ մտնես կարավատի տակ, մաման էլ իրան բաց չի թողել, կողքաթոռը դրել է նստել ենքան, որ եկել տան մեջ սպանել իրենց։ Վատ ձևով, որ սնարյադը խփեր տան մեջ մեռնեին, միտեղ սիրտս կհովանար, բայց այդ կարգի մտնեին ու տենց անեին, էդի վապշե
Չգիտեմ դրա պատասխանը ոնց ալնելու։ Եկանք մտանք ավտոն, քշեցինք ելանք գյուղից։ Եկանք մեջ չեն, տղերքը մեզ դե սպասում էին։ Մեր նպատակն էր, որ մտնենք դիակները հանենք, բայց չթողեցին մեզ։ Ոչ մի ձև որ զենք էին տալիս, ոչ թողում էին, իջանք Մարտակերտ ոստիկանների հետ խոսացինք, այդ վարչակազմի ղեկավարի հետ խոսացինք, պետք է փրկարար ծառայությունն աներ այդ գործը։ Ոստիկանապետը չթողեց, ասաց ես ավել զոհեր տալու բան չունեմ։ Մտածում էինք մենակ արայինք սպեսնազի հետ կապվեինք, որ իրանք ավտոյեվիչներ մադաղես, մենք կանք դից դիմավորենք, այդ էլ չստացվեց։ Ոչ մի ձև։ Մինչև ամսի 5-ը մնաց դե դիակները 5-ին կեսօրին, որ զինադադարարին, հետ ասկորին վերցրինք, մենք մեր ավտոյով ենք, որ շեմի կլներ մի 50 հոգի համարյա տես մարդ, սկզբից մեզ չթողեցին բարձան գյուղապետարան, սպասեցինք միջև ոստիկանները գնան մի տարածքը զննեն, նոր բարձրացանք, արդեն դիակները ծածկել էին, մեր ոստիկանները դրել էին գետնին, որ ես սպեսնազի տղերքին հանդիպեցի դիակը հանելու վաղտ, ասեցին գոնե մի բանով սիրտդ հանգստանա, որտեղ ով մտել է ձեր տուն, իրանք չկան։ Ասի ոնց իմանանք, բա հեռախոսները վերցրել ենք, իրանք ինչ արել են ձեր տունը, նկարվել են հետը։ Ու իրանք տարածքը հսկում էին, մենք մտանք դիակները հանեցինք։ Բայց դե ես որ մտել եմ դիակները հանենք, մեր տուն մարդ մտած է եղել, որտեղ կոմպյուտերի պրոցեսորը հանած դրած էր սեղանին, զալի։ Դիակները ընդ մարդիկ մտել են, չգիտեմ ինչի համար, այդ կոմպյուտերի էկրան բան սաղ թափած էր գետնին, այդ մեբելի մեջ է եղել դրած։ Այդ դրսից եկող կաբելը, որ միանում է ինտերնետին, նորմալ անջատած, հանած։ Չգիտեմ ինչ են ուզեցել անեն, եթե ուզեցել են տանեն, խիչ են տարել, բայց հանած դրած էր սեղանին, ուղարկեցին Ստեփանակերտ։ 300,000 դրամ տվին, որ ծախսերն անեմ։ Վախեցա տանեմ գյուղ, գյուղի գերեզմանոցներ 4 կիլոմետրի վրա տենց անտառի մեջ է ու տեսա դաշտը լարեր բաց։ Ասի մեկ էլ չտանենք, հնդեսար գալու են ընկերություն բարեկամ, մեկ էլ չխփեն դրանց համար զինադադար գոյություն չունի, չի կարելի վստահել։ Բերեցի Ումոթլո, հաղարկավորեցինք, եկանք Երևան։ Դե ես մտածում եմ, որ ուրիշ տեղ չեմ կարող ապրեմ, դե հաստատ, որտեղ ես ինքան շատ էի սիրում մեր գյուղը, մեր տունը, որ միշտ ով խոսում էր, արա հելի գնա ընտանիքով, ասում էր մեր գյուղը ոնց, յանի, բա սարքել ենք, ամեն ձև ապրում ենք, ամեն ինչ ունենք, պակաս բան չկար, երեխեք կա, ծնողները կա, տունը կա, ամեն ինչ կա, ավտոն կա, ապրում ենք մեր համար նորմալ։ Ես մեկ էլ եմ ասում, մեծ հաճույքով կապրեմ գյուղում, բայց այս սրա նման չվստահված ըլնենք էլի։ 100%-անոց թող խոսք տան, որ ոչ մի բան չի լինելու։ Դիվերջ տվա այս պատմությանը կամ էսյան կամ էյան, կամ գնան բնակեցվեն, որ դաժե պոստերում կրակոց չլինի, որ մենք հանգիստ մեր տներում ապրենք, մեր երեխեքը ուրիշ կարգի են վախեցել։ Ես դե չեմ կարասում, որտեղ վստահ չեմ էլ արդեն, որ այդպես ապահովված կլինի, հանգիստ կլինեմ, ոնց որ մինչև հիմա է հանգիստ, վստահ ապրում է երեխաներիս հետ։ Կուզեմ, ես էլ եմ արդեն սովորել, ապրում են ոնց որ իրան, ոնց որ հարազատ իմ տունն է, իմ գյուղը։ Ժամանակ անցնի միգուցե, ասենք պայմանները ոնց որ ասում եմ, իրանք խոստանան վերջ դրես ամեն ինչին, կգնան, ինչի՞ չէ։ Մենք զոհվեցինք մեր հարազատներին, մենք ոնց ասում եմ, խաղաղ բնակչություն էինք, ապրում էինք մեր համար, բայց դառնաց, որ հիմա ստեղից ընդեղ ենք տեղափոխում, կորցրելով մեր հարազատներին, թողեսի բոլորին դաս լինի, ոնց որ կարողանան ապահովեն ժողովրդին, աղաղ պայմաններով ուշադրություն դարձնեն, որ ոչ մի ընտանիքում էլ նման դեպք չլինի, չունենան նման կորուստներ։ Երեխաները շատ են ձգտում, ուզում են գնան գյուղը, պապիկը, տատիկը։ Փոքր երեխաներս ասում են, տատին, պապին սպանել են։
Ասում չեն նրանք գյուղում սպասում են գնալու ենք։ Չեն կարող հարմարվել։ Որովհետև շատ են սիրել իրենք, շատ լավ են եղել։ Թող ոչ մի բալիկ չունենան այնտեղ սա ապրումներ ու սպասումներ, որ կտեսնի նա պատին ու տատին։ Քանի քուրի կապած պատմում ես Մեկ եղբայր 4 հատ քրիկ։ Թալիշում կա մի դպրոց, որ լսել նույն դպրոցն եմ։ Որ առաջկաներն ավելի շատ սիրում։ Անգլերենը, աշխարհագրությունն ու բնագիտությունը։ 10 հոգի ենք, դե այդքան էլ մեծ չէ։ Լավ բան որ քո համար ձեր գյուղում կա ի՞նչն է։ Տունը։ Ուզես գնաս նորից գյուղ։ Թե մնաս Երևանում։ Գնանք։ Գիտես այս քաղաքի ավելի ինչ է։ Երևան։ Պատու որտեղ է իրակ։ Թալիշում։ Կպատմես մի քիչ ձեր գյուղից։ Թուրքերը մենք տանենք, թուրքերը շենց մենք քնած ենք։ Շենց տնանք մեկը գրակում են։ Ահա այդ ժամանակ։ Երևում է դու քաչ տղա ես։ Բա հիմա ստեղ լավ է։ Դե կես գնում ենք տենց բան ենք էլի բարեկամ, գնում ենք կես երեխեքով իրանց տուն, հետո գալիս ենք էլի այստեղ։ Տենց հարմարվել եք, թե այդքան էլ չէ։ Ոչ չէ։ Իսկ ստեղ ինչով եք սպասում։ Խաղում ենք։ Հələ որ տենց չունենք պարապենք բան, բայց եկել են ասել, որ տան են խմբակների։ Ինչ խմբակներ։ Ես լողի, ինքը կարատե, ինքը լա լողզում։ Ես էլ եմ լողում։ Կուզես նորից գտվել այդպես։ Թե կուզես մնաս Երևանում ապրել։ Դե Ձեր տունը ոնց որ սենց մի քիչ գյուղից հեռու է, չէ՞ ավելի դժվար է գնալ հեռու է դպրոց գալ, ոնց եք գնում։ Դե առավոտները պապան տանում էր, հետո նայեց վախտելի կարող գալիս էր բերում, կամ ֆոտոյին գալ։ Իսկ հեռու չի գյուղից ձեր տունը։ Հեռու է։ Դպրոցից մինչև տուն 1 կիլոմետր է, հենց գնում ենք։ Այն թմբլիկ աղջիկս նկատեցիք, մեկ էլ էս մեծ տղաս շատ մեծ ստրեսի մեջ են։ Տղաս ինքը իր մեջ է ամեն ինչ տանում։ Միշտ աղջիկս էլ գիշերներն է լարված ակրում։ Երեխեքի հարցն է, խնդիրը երեխեքին է, որ տեղավորվեն երեխեքը, ես երեխեքին փրկել եմ բերել ստեղ, բայց չեմ կարող տնամ։ Ես առաջ անգամ 4 օր, 5 օր առաջ եմ տեսել, մեկ էլ այսօր տեսա, կեսը միտեղ, որ տեղավորվենք։ Չեն կարողանում հենց այդ տեղավորվել։ Մեկը 7 ամսական է իմ մոտ է, ես եմ խնամում, մեկն 3 տարեկան է տղաս է, նրանք են իմ կողքին։ 10 տարեկան տղաս, 14 տարեկան աղջիկս, մեկ էլ 12 տարեկան տղաս, 9 տարեկան աղջիկս էլ քրոջ հետ այնտեղ եմ մնում 3-ը։ Հորքուրիս աղջիկա տանն եմ մնում։ Ես տեղավոր են երեխեքին, ես գնամ գյուղ։ Էլ ստեյանելու բան չկա։ Ինչ որ ունենք թանկ մնացել ալ դե։